Արև ձեզ, այսօր ուզում եմ մի քանի կարևոր բանի մասին խոսալ, որոնք զեղծարարություններ են պայմանավորված մարդկանց սեռական պատկանելությամբ։ Իրականում այնքան այս ամեն ինչ շատացել, որ ուզում եմ անպայման առանձին սրա մասին խոսել ու մարդիկ շատ լուրջ գումարներ են կորցնում, այդ չեմ ասում ընտանիքներ եւ այլն։ Առաջինը սկսենք տղամարդկանցից, որովհետև սովորաբար տղամարդկանց խաբելը սեռական ուղղվածությամբ շատ հեշտ է։ Այստեղ աշխատում է ամենատարածված տարբերակը, որը ես առնվազն երևի մի 15 տարի հանդիպում եմ այս դեպքերին, ինչքան ուզում եմ զգուշացրել, նույն բանը շարունակվում է, եթե շատ կարճ ու կոնկրետ հետևյալն է, մարդու հետ ծանոթանում են Telegram-ով, WhatsApp-ով, Facebook-ով, կարևոր չի։ Շատ սիմպաթիչնի աղջիկերք, իրական են, Հայաստանից չեն, ու կապտվում է խառը, ամուսնացած, չամուսնացած, դեռ գիտեմ, որ առանձնապես տարբերություն չի լինելու, և մի երկու բառ մարդու հետ շփվում են, մի երկու օր մաքսիմում, հետո առաջարկում են այսպես տեսանյութով իրար հետ համախմբվել ու այս տեսանյութը իրանք ձայնագրում են ու հետո դեմ են տալիս մարդուն, բնականաբար այն որ ընթացքում որ ընկերացել էին, իրենք հավաքագրում են ընկերների ցանկ ու գիտեն ով է, կինով է, то есть իմ մոտիկ ընկերներով են եւ այլն, ու հետո ասում են որ հիմա որ չվճարես, չմուծվես, քեզ հայտարարք կանենք, այս բոլորին կուղարկենք։ Սա բեսանտ տարածված է, այստեղ իհարկե ինձ սովորաբար զանգում են տղամարդիկ, որոնք արդեն քաշվել են, այստեղ առանձնապես խորհուրդ արտել տալ չեմ կարող, ասում են զանգենք ԱԱՑ, դու ես ինչ բան, բայց ինչպես հասկանում եք, մարդկա դնում արգելափակում, մարդկա ասում է ԱԲ-ով էր սարքած ծանոթներին եւ այլն, բայց հիմա չեմ ուզում այստեղ խորհուրդներ տալ, որովհետեւ ավելի լավ է սրան մի հասցրեք, ուղղակի նայեք հայլում եք ձեզ, նայեք այդ աղջկան ու հասկացեք, որ դժվար ինքը սենց ամբողջ աշխարհում գտել էր ձեզ միակին ու աննկարագրելին գեղեցկության ու համայնության տիպարին։ Ու դրա համար գործը մի հասցրեք դրան։ Հիմա մյուս տարբերակը էլի տղամարդկանց, բայց մի քիչ երկարատև է արդեն, բայց փողը ավելի շատ է։ Դա անգլերեն ասում են pig butchering, խոզի մորթել։ Սկսում է սենց շատերը ստացած կլինեք։ WhatsApp-ով մեկ էլ մեսիջ է գալիս, բաթե այն հյուրանոցը պատվիրել ես, կամ եսիմ ես ավտոբուսը պատվիրել ես, ինքնաթիռ, ինչ-որ սենց մի խառը բան, որը հաստատ ձեր հետ կապ չունի։ Դուք գրում եք, բա երևի խառնել եք, շփոթել եք, բան ինքն ասում է, հա, բան, գրողը շատ սիմպաթիչնի WhatsApp-ով նկարադրած, ասիական, այսպես Չինաստան, Թայլանդ, այդ կողմերից սիրուն աղջիկ եք։ Վայ, կներեք, բան սխալվեցի, բայց դուք շատ լավ մարդ եք երևում, որ սենց ինձ պատասխանեցիք, շատերը ես իմ հենց ինձ կհայհոյեին կամ ցեն չէին հանի, ես էլ չէի իմանա տեղ հասավ թե չէ։ Շատած սկսում է խոսակցությունը։ Այստեղ արդեն երկարաժամկետ է, այս աղջիկը սկսում է իր կյանքը պատմել ֆոտոներով։ Բարի լույս, իսկ իմ մոտ նախաճաշ է, ինչ-որ ինձ թույն նախաճաշ։ Բարի լույս, դու ինչով ես զբաղված, ես գնում եմ յոգայի, ես իմ տեղ, ոչ, սենց օրվա մեջ մարդուն քիչ-քիչ տաքացնում են ու ընդհանուր առմամբ տպավորություն են ստեղծում, որ այս աղջիկը հարուստ է։ Քիչ-քիչ խոսակցությունները տանում են նրան, թե ոնց է հարուստ, որտեղ ինքը կրիպտոյի մեջ ներդրումներ է անում կամ ես իմ ֆոնդային բորսայում եւ այլն։ Ու բաթե արի քեզ էլ սովորացնեմ, ես էլ միած տեղ գրանցվի, հələ մի $100 դիր,
այդ $100 դառնում է 300, ասում ուզում ես շարունակենք, բահա, բայց չէ, ասում արի մի հատ համոզի, որ ճիշտ է, կանխիկացնում է, սաղ տեղն է, հողը ստանում է, հետո մի քիչ էլի ավելացնում են, կարող է մի անգամ էլ կանխիկացնեն, հետո մեկ էլ այս աղջիկ գրում է մի հատ շատ կարևոր բան եմ իմացել, հեսա ես իմ բիտկոինը թռնելու է, կամ ես իմ ինչ-որ անկապ մի հատ coin, հեսա տրակելու է մի այլ ձևի, շուտ փող տնենք, ու այստեղ մարդուց քաշում են մի հատ լավ գումար, հետո արդեն որ փորձում ա կանխիկացնել, արդեն սկսում են ինչ-որ 10% ուզեն, 20%, վերջը արդեն գնաց, ինչքան կարողանան կքամեն, հետո էլ կբլոկեն ու դրանով հարցը կվերջան։ Կանանց դեպքում այս սխեմաները էլի կան, բայց շատ քիչ ավելի, կանանք տենց հեշտ չեն տրվում անծանոթների ուրեմն գայթակղիչ առաջարկներին, բայց կանանց հետ աշխատում են ավելի երկարաժամկետ։ Ամենատարածվածը հենց մեր ռեգիոնում դա կնոջ հետ հիմնական միջին տարիքի կանանց են ընտրում, ընդ որում նայում են որ միայնակ լինի եւ կապտնում է ամերիկացի զինվորական, կարող է բրիտանացի լինի, բան, մեկ ինքը հայկական արմատներ ունի ու ինքը Սիրիայում է, Իրաքում է, ասենց թեժ տեղեր, Աֆղանստան հիմա արդեն չէ, ու շատ երկար գնում է, ինքը մի կողմից հերոսի կերպար է, մյուս կողմից ծանր կյանք, կինը մահացել է կամ իրան ահով որ ձևի դավաճանել, ասած թիկունքից ինքը կռվում էր այդ ընկերը, ոչ պատկերացրեցիք, ու հետո այս մարդը երեխա ունի, այս երեխան ինչ որ ստիպված գիշերով թիկում է, որտեղ ինքը կռվում է, երեխան սենց մենակ է, կարճ ասած սրտաճմլիկ պատմություն է ու սիրահարություն ու համել տենց կինը նաև իրը դրդվում է որ տենց փորձի ես մարդուն մի ձև օգնել, շատ հոգեբանորեն լավ հաշվարկած է։ Ու հետո մեկ էլ այս մարդը գրում է, բա տարբեր արդեն սցենարներ կան, մեկը որ ուզում եմ սաղ թողեմ գամ միասին ապրենք, բայց նախորդ պետք է իմ ամբողջ ունեցվածքը ուղարկեմ, կամ օրինակ Իրաքում հայտնաբերել է ինչ-որ սեյֆ ոսկով ու ադամանդներով, կարճ ասած ինչ-որ մի բան ինքը ուղարկում է, ու այդ ուղարկածը մեկ է գալի լրվում է Ստամբուլում, կամ ինչ-որ մի ուրիշ տեղ, որտեղ խնդիրներ կան Մաքսայինի հետ, ու ստեղ սկսվում է այս կնոջ կլպոցին, որ պատկերացնեք, կանայք կան, որ տուն ինչ կա վաճառում են դաշնամուրով, բանով եւ այլն, որ օգնեն, իրենց փողը չի հետաքրքրում հիմնականում, բնականաբար այլ հարաբերությունները, բայց ամեն դեպքում այս մարդը ստանում է իր փողը, խոսքը տասնյակ հազարավոր դոլարների կորուստի մասին է, 100,000-ը գերազանցող դեպքեր էլ կան, ու մեկ էլ նման որ պետք է ինչ-որ երեխուն ինտերնատից փրկել, բան կապ չունի, ինչ-որ հենց դերում են իրավիճակը տաքացել է, այդենց մարդկանց խաբում են, այս ինչու է պատմում, որ տեսնում եք ձեր ծանոթներից մեկը սենց մի բանի մեջ է, համոզեք, հասկացրեք, որ թարգի դադարի անմիջապես շփումը, որպեսզի այս ամեն ինչը շատ վատ չվերջանա, այսօր էսքան։